Շարականներ երգելով են շնորհավորում իրական ազնվականին, արդար հոգևորականին։ Միքայել Սրբազանը հիվանդանոցի պատուհանից օրհնում է Իզմիրլյան բժշկական կենտրոնի Բաքում հավաքված մարդկանց։ Փորձությունները պետք է հանդարտությամբ ու խաղաղությամբ դիմավորենք ու ճանապարհենք։ Այստեղ հավաքվածների մտքում են Աջապահյանի խոսքերը։ Համ ուրախ էինք, համ շատ տխուր էինք, որ միևնույն ժամանակ համ մոտիկ էր, համ էլ շատ հեռու էր Սրբազանը, հուզված էինք անկեղծ, այդ էմոցիաները շատ տարբեր էին տվյալ պահին ու Սրբազանի ժպիտը մեզ ուրախություն էր տալիս։ Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներին սիրել է սովորեցրել Միքայել Սրբազանը։ Իրար շատ սիրենք, որովհետև իրոք սերն է փրկելու այս աշխարհը։ Շնորհակալ է arczepiskopos Աջապահյանը բանտարկության եւ վիրահատության ցավը մեղմելու համար։ Պաշտպանի հետ հիվանդասենյակից նամակ է ուղարկել ուրբաթ վիրահատված Սրբազանը։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ մեր սուրբ եկեղեցին։ Օրհնությամբ Միքայել Սրբազան, arczepiskopos Աջապահյան, 184-րդ օր ապուրինի ազատազրկման։ Իբրև իշխանազավթման կոչի համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայությունը թույլատրել է, որ խնամակալ լինի բյուրոկրատական քաշքշուկներից հետո։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, փառք Աստծո, եւ իր տրամադրությունը, չգիտեմ, չեմ խոսել բնականաբար, բայց կարծում եմ իր տրամադրությունը իր բնավորության համաձայն պիտի լինի մարտական, նաեւ ցավով ողողված, որովհետև ինքը կուզեր ոչ թե այսօր անկողնում պարկած լիներ, այլ ինքը կուզեր վստահաբար դուրսը լիներ, աղոթքի կանգնած լիներ, օրհնությունը բաշխեր մեզ եւ իր զավակներին։ Ծննդյան օրերին իր աչը համբուրելու գնացած հոգևորականներին օրհնում էր Սրբազանը։ Այսօր իրենց տեղը չեն գտնում թեմում։ Բայց ամուր է թեմը ու դա ապացուցել են հրաժարվելով պատարակ մատուցել Փաշինյանի համար, ասում են հավաքվածները։ Բոլորի սրտում թախիծ կա միանշանակ, անգամ տոնախմբության ընթացքում բոլորի սրտում թախիծ կա եւ բոլորի սրտում աղոթք կա, բայց մեր Սրբազանը շատ ուժեղ է եւ քանի որ Սրբազանը ուժեղ է, մենք երբեք թուլություն չենք ուզում ցույց տանք։ Թուլության նաև վախկոտության նշան է հիվանդանոցի Բաքում հավաքվածների համար, որ 10-ից ավելի դատական նիստերից որևէ մեկի ընթացքում հանրային մեղադրողները այդպես էլ հստակ չմեջբերեցին Սրբազանի կոչը։ Փոխարենը դատախազությունը մեջբերումներ էր անում Միքայել Սրբազանի անձնական օրագրից։ Մարդիկ, որոնք որ իրենց հայտարարում են իբր թե հայ առաքելական եկեղեցու զավակ, իրենք գործում են հայ առաքելական եկեղեցու թշնամու պես։ Իրենք գործով ապացուցում են, որ իրենք թշնամի են, բայց խոսքով ասում են, որ զավակ են։ Արդարների ճանապարհը դժվար է, հաղթանակն էլ նրանց դժվար է տրվում, բայց դա է իրական հաղթանակը, համոզված են այս մարդիկ։ Պայքարի դուրս եկած մարդիկ անգամ բանտախցում այդ 6 խորանարդի մեջ, այսպես ասած, կամերայի շատ ավելի ազատ են, քան դրսում գտնվող հազարավոր այլ մարդիկ։ Միշտ հայ առաքելական եկեղեցին եւ հայ ազգի տարբեր խնդիրները հայտնվել են գեոպոլիտիկ տիրույթում, բայց դարերի ընթացքում հայ առաքելական եկեղեցու եւ նվիրյալ հոգեվորականների, ինչպիսին է Միքայել Աջապահյանը, եւ նաեւ հենց իր տոհմի Աջապահյանների, Հայթումյանների գլխավորությամբ հայ ժողովուրդը կարողացել է հաղթանակել։ Աջապահյանին միայն առողջություն են մաղթում հավաքվածները, նա ուրիշ ոչ մի բանի կարիք չունի։ Գանա Մովսիսյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։